Հարգելի հետևորդներ, Հայք Նյուզ լրատվականը այս պահին իր աշխատանքը շարունակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտից, որտեղ երեք ըստ էության ընդդիմության պահանջները չբավարարվեցին։ Ըստ էության, ինչպես գիտեք, ընտրությունները բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ անցել են բազմաթիվ ընտրախախտումներով։ Այդ ընտրախախտումների շարքում եղել են նաև վարչական ռեսուրսի օգտագործում։ Ընդդիմության պահանջները չբավարարելուց հետո ԽՍՀՄ վաստակավոր վարպետ սպորտի Իսրայել Հակոբ-Կոխյանը հացադուլ է սկսել անժամկետ, որի հետ կապված մոտենանք իրեն եւ փորձենք մի քանի հարց ուղղել։ Պարոն Հակոբ-Կոխյան, բարև ձեզ։ Երեք ըստ էության ընտրական հանձնաժողովը չբավարարեց ընդդիմության պահանջները եւ այսօր դուք որոշել եք հացադուլ իրականացնել։ Կխնդրեմ ասեք, դուք բազմաթիվ անգամներ եք հացադուլեր ունեցել։ Ինչ ակնկալիքներ ունեք այս անգամ եւ ինչ արդյունքի եք ուզում ձեր այս քայլով հասնել։ Լավ չի կարող բացատրեմ, որ միավորվին, նպատակները միավորվին։ Հիմա այս անգամանը այս գեղցիկներ, այս մտավորության պատճառով հիմա բոլորից էլ գողացել եմ ու որոշել եմ էլ այս քայլին դիմեմ, միգուցե հիմա կարող եմ միավորեմ ուսացություններին միավորվեն միջակայքով հանդես գան, միգուցե այդ ժամանակ է Պարոն Հակոբ-Կոխյան, այնուամենայնիվ ընդդիմությունը փորձեց 6 կուսակցություններով ընդհանուր հայտարարությամբ հանդես գալ, արդյոք սա միասնության նշան չէ եւ արդյոք միասնությամբ այս իշխանության դեմ, ով ընտրություններում կարողացավ անցնել բազմաթիվ ընտրախախտումներով, հնարավոր կլինի ինչ-որ բան անել։ Չեմ անում, դե պետք է ամեն ինչ հետ փորձել, էլի, երեք ինչ, հիմա եթե մի բան չի փորձվել, ես ասեմ ճիշտ է կամ սխալ է, ես չեմ կարող էլի էդի ինքս գտնել։ Հիմա փորձենք, տենանք հիմա այդ, որ 6 կուսակցությունով հանդես են եկել, հիմա տենանք իրաց մոտ ոնց ստացվի, եթե չէ, այն մյուսները կարող է միավորվել, հիմա ինչ ասեմ, իմ նպատակն է արհավիրքից փրկվել, որովհետև մեծ արհավիրք է լինելու, քանի Նիկոլը մնաց, այդքան հայրենիքի կորուստը ավելի մեծ է։ Պարոն Հակոբ-Կոխյան, ըստ էության այսօր ինչ են անում մեր իշխանությունները, ինչով են զբաղված եւ դուք վտանգների մասին եք խոսում։ Եթե փորձենք մեր դիտողների համար ավելի պատկերավոր ասել, այդ վտանգները այս իշխանության պարագայում պատկերավոր ինչպիսին է լինելու։ Նիկոլեն ինչքան ձեն է ստացել, 400,000, թե ինչքան 61 մանդատով են ըստ էության մտնելու, հստակ չեմ հիշում։ Ես չեմ հիշում, 400, չէ 500, 600 ձեն չէ ստացել։ Ես դեռ թուրքա հպատակ արդեն ունեմ։ Մի 300,000 Ալիևը բերել։ Իմացի որ Հայաստան չի, Հայաստան երկիրը մոլորակը ստեղծվել է հայկական լեռնաշխարհից, փրկվել են Մասիս Սարի, Արարատ լեռնի վրա։ Այս մոլորակը մի ամարտաբնակ է, հենց վերջի հայը վերացավ։ Ես որ դեր համար պարզ չի, որ եթե այդքան թուրք միլիոնի չափ թուրք եղավ Հայաստանում, ո՞նց է Հայաստանում։ Արդեն խանուններն են փոխելու, որ անունը փոխեցին, արդեն այս մոլորակը մի ամարտաբնակ։ Ես ոչ միայն պայքարում եմ հայազգի համար, այլ ես մոլորակը, որ գոյություն ունենա, այլ ազգիներին պետք է բացատրեմ էդի։ Ու նպատակը սա,
այս տղամարդուն հասցնեմ որ դա նա դեպս դիտար շատերը մարդան մարդ որ այլ ինքը կարողանում էր Սաունսի Դավիթի կուսով ապացուցել, որ Տրիբակատը 3 հսկաները ռուսների դրանք դեպոսնա չէ, մեններ Սաունսի Դավիթնա չէ, Սաունսի Դավիթը ու դրանք Ոչ հարազատ։ Չէ, ոչ հարազատ չէ, վայորմի աղբերները։ Հասկանում ես, ինչ ասած ես, հիմա մենք իմ նպատակն է, որ ռուսարդին հասադրեն, որ մենք եղբայրական արյունակիցներ ենք։ Հիմա, եթե դուք մեր հետ հակադրվեցի, մենք էլ ենք բերանալու։ Դեր մոտ էլ ավատ լինելու, ու հետո երկիր մոլորակը բերանալու է։ Ինչի համար, որ կարանք միակ Հայաստանում խելացի մարդի, ազգասեր մարդի, դրանք, որը որ հայրենիքի բանը գիտի, Արժեքը։ Արժեքը գիտի, ու ապրեք եղբայրական Հիմա ես հակադրվել եմ անենար է, գազեն թողնասների էսին խես միրոցների հետո վերջի ինչ Պարոն Հակոբ Կողքյան, արդյոք մենք չենք իրավիճակը սրում։ Մենք չէ, մեր կառավարությունն է։ Տեսեք, իմ նման երևելի մարդիկ ցանկանան ոչ թե թուրքերի, այլ ռուսների հետ բարեկամություն անել։ Իսկ սրանք այսօր մեզ բրդում են, որ Թուրքիի հետ աղբերություն անել։ Դե ասում են առևտուր կանենք ադրբեջանցիների հետ։ Մոռանանք են միլիոն ու կեսներ, մոռանանք ես 40 օրաներ, ամեն բանը մոռանանք, դրանք լավ է հիշել։ Ոնց կան առևտուր կանենք։ Ահա, առևտրակը ու առևտրոց չի, հայրենիքը չեն պահում, հայրենիքը պահում են ստեղծագործելով, արվեստագետները չեն ասում, Ինչու ոտքի չեն կանգնում, գուցե վախենում են, պարոն Հակոբ Կողքյան, բոլորին անազատության մեջ են պահում, գուցե վախի մթնոլորտ ամեն դեպքում ստեղծել է այս իշխանությունը, գուցե վախենում են։ Չեմ կարող ասել, գուցե վախենում են, գուցե գիտեք ինչ, իրանք են սպեկուլյանտ են դառել, փողը դու ոնց որ մամրավաճառ կնոջը, փողը դու ինչ ուզում ես հետ արա, հիմա կարող դրանք են այդպես դառել, փողը առնում են, ասում են պետք է ինչ կնի, ինչ չլինի, չեն ասում, կարող որ հայրենիք չունեցան, ինչքան էլ ուզում է փող ունենաս, ու մարդ չես կոչվում, ան հայրենիք մարդ չի։ Պարոն Հակոբ Կողքյան, Ալիևի խորհրդական Հաջիևն էր Հայաստանում, Դիլիջանում զբոսնում էին ԱԽ-քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, շատ անհոգ էր թվում Արմեն Գրիգորյանը, ինչու էր եկել Դիլիջան Հաջիևը։ Դե մեր ԱԽ-քարտուղարն է, չէ՞։ Որ իա ծննդավայրի մասին ինչ անցա խոսում, ախր այդ հողը ոնց է ծնե դրան արա, ոնց է ինքը սենց, ու այսօր արդեն հոգետնից հանգարվում է, դրանց մասին վաբշե կարելի է մոռանալ ու պետք է մարդիկ հավատվեն իրար գլուխ հասկանանք ինչ են կանում, ոնց են կանում, հիմա բանով չի, մի լերագրողի եկել, մի սաղի մոտ եկել կին պահի, եթե մի մարդ չի կարող կնիկ պահի, նա ոնց է պահելու, ոնց է հայրենիք պահելու, կարակ ինձ բացակել, Պարոն Հակոբ Կողքյան, միասնությունից եք խոսում, որ այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան անել այս իշխանությունների դեմ, այդ պայքարը թեկուզ միասնական, ինչպես եք պատկերացնում, փողոցում փողոցային պայքարով, թե այնուամենայնիվ ազգային ժողովում պետք է շարունակվի այդ պայքարը մանդատներ վերցնելով։ Տարբերություն չկա, կարևորը որ չվաճառվի, տեսեք զոհվածի ծնողը ոնց
հետո շուռ է ոնց էր խոսում հետո ոնց ու գնա կարևորը որ չվաճառվի մարմնավաճառ չդառնա հələ մարմնավաճառը ոչինչ հոգեվաճառ չդառնա ձեր աչքի առաջ չէ քանի հոգի ում հետ մտան ուր թռան չէ Այո հորխերի չէ հենց ինչ չէ մի բան գումար տվել են չէ մի բան ասել են երեխու գերեզմանի հաշվին մեր հետ դու ախտերություն ու այս մարդը ոնց որ են կնիկ ասում երեխուս կորցել են քեզ չկորցել գնում է ում հետ է դառնում պատգամավոր գեղամիկը ուր է թռնում դե հասկանալի է ես բանը խոսում էին բանեսյանին դες մեր կապեք փող տվին թռան են հա հենց նույնն է Պարոն Հակոբ Կողյան, ամեն դեպքում այսօր ցենց շատ քննարկվում է մի մասը կողմավոր մանդատները վերցնեն եւ ժողովրդի տված քվեն չկորի, որտեվ վստահություն են տվել, քվե են տվել, որ ազգային ժողովում իրենց ձայնը բարձրացնեն, մյուս կողմն էլ շատ կտրուկ ասում են, որ պետք է փողոցային պայքար սկսել, որ ազգային ժողովում հնարավոր չի այս իշխանությունների դեմ պայքարել։ Ձեր կարծիքը էս մասով կխնդրեմ։ Ոչ չի կարելի սրանք ով եղան կարող է Սադամ Հուսեյնից լավ տղա են կամ Կադաֆիից են լավ տղա կամ Պինաչետից են ուղղակի գիտեք ինչ հուսախապ պետք չլինեն հավաքվեն իրար գնու եթե ես էլ եմ նույն բանը ասում դուք էլ եք նույն բանը ես էլ եմ ուզում դուք էլ եք ուզում քի միասին չանենք ապա մեկը սառանում ու մենք ենք գլխավորը Ինչ կապիտություններ են Իսկ ինչու այդ միասնականությունը չի լինում, ինչու հիմա ժողովուրդը ավելի շատ քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի կողքին չեն կանգնում, որ ինչ-որ մի արդյունքի ի վերջո հասնեն։ Հիմա գիտեք ինչ, մատուր ստանալու համար կաթը երասնում ես, հետո մի հատ մերան ես գցում, չէ որ մատունը ստանաս, մի հատ մերանի պետք է գտնենք որ կարողանա էլի սենց բանանի, թե չէ սենց չի լինելու էլի հետո չեմ պատկերացնում որ այս անգամ ինձ թվում է ամենավերջին մեզ կարգին տղամարդիկ որոնց որ անուններ դնում հյատընկերների Բայդավաճը Հայաստանը Ուժեղ Հայաստանը Ուժեղ Հայաստանը եկել Հայաստան դաշինքը քնքշ չի կպնում որ միավորվեն միջակայքով հանդիպան իսկ ես ֆոտոյի Փաշինյանի տեսեք տարբեր պայքարի միջոցների մասին ենք խոսում Փաշինյանի դեմ ինչպես կարելի է պայքարել որովհետև Փաշինյանը կադրեր կան ինչպես էր հրահրում մարտի 1 դրանից հետո էլի տարբեր դեպքերով Փաշինյանի գործելավոճը գիտենք հա այդ գործելավոճի դեմ համարժեք ձևով պետք է պայքարել թե այլ տարբերակներ կան պարոն Հակոբ Կողյան ամեն դեպքում ներողություն եմ խնդրում շատ դեպքում Փաշինյանը Կարծես թե կորցնելու բաներ չի ունենում, ինքը իր ուզածին հասնելու համար գնում է մինչև վերջ եւ փորձագետներն էլ շատերն էլ ասում են, որ հենց իրենց աթոռները պահելու համար իրենք ամեն քայլի գնալու են։ Այդ ոչինչ չկորցնելու իշխանության դեմ ոնց պետք է պայքարել։ Պարկում եք բանի գազելների տակ հետո լրագրողին էր ասում պարկել ես բանի տակը ասես այ իրան զենքով է չէ ամենավերջում գիտեք ինչ բանը չեմ կարում էլի մենակ մի հատ ահազան որ ես իրեք հզորները միավորվում են միար ու միջակայքով են հանդես գալիս իրանց համար հեչ նշանակություն չունի ով կլինի գլխավոր հրամանատարը սա գնալու է իրար
Պարոն Հակոբյան, եւ վերադառնանք ձեր հացադուլին, սպասելիքներին, այնուամենայնիվ ինչքան եք շարունակելու հացադուլը։ Շարունակելու մենք մինչև օրը այս շպիոնները Թուրքի գողացած ձայները հետ վերադարձնեն, կամ տեսնելու են, որ երեք հզորներով միասին հավաքվել են, մեստեղ որոշել են նրանց անելիքը, պամեսա կանելիքը։ Եվ ինչ կոչ ունեք բոլոր մեր հայրենակիցներին, թե սովորական քաղաքացիներին, թե քաղաքական գործիչներին, ովքեր այսօր մասամբ պայքարի մեջ են կամ էլ փորձում են ձեռնպահ մնալ բոլոր գործընթացներից։ Կներեք, կոչը թողեմ հրաման տվողներին։ Ես խելացի կոչ կատարող եմ, ես հրաման տվող չեմ փորձում ինձանից բաներ թողենք կոչը այն խելացի մարկած, ովքեր ազգով մտահոգված։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբ Կոխյանի հետ, ով կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Հիշեցնեմ, որ երեկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ էության չկատարեց ընդդիմության պահանջը, իսկ թե հետո ընդդիմությունը պայքարի ինչպիսի տեսակ կընտրի, փորձենք հետևել իրադարձություններին։ Ես հիշեցնեմ նաև, որ բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունները անցկացվել են բազմաթիվ ընտրախախտումներով եւ վարչական ռեսուրս կիրառելով։